Մինչև եկող տարվա ֆինանսական փաստաթղթի մասին խոսեր Փաշինյանը, ասաց, թե 2026 թվականի բյուջեն Ադրբեջանի հետ խաղաղության ֆոնին է հաստատվում։ Արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել։ Փաշինյանի ձևակերպումն է, եկող տարին որոշիչ է լինելու Հայաստանի համար։ Փաշինյանը նկատի ունի հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների առանցքային հարցադրումը հետևյալն է կամ անհրաժեշտությունը հետևյալն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Հակառակը Հայաստանը յետ գլորելն է կոնֆլիկտի։ Փաշինյանը կրկին Ղազախստանից Ադրբեջան, հետո նաև Վրաստանով Հայաստան ներկրվող հացահատիկի ներմուծմանն անդրադարձավ ու հայտնեց, թե Հայաստանն էլ պատասխան քայլը կարող է անել, հնարավորություն տալ, որ Թուրքիայից բեռները Հայաստանով տեղափոխվեն Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ։ Մասնավորապես Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղիով մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա, մեր ճանապարհները միջև Գորիս, միջև Կորնիձոր գտնվում են լավ վիճակում, եթե Կորնիձորի կողմից ադրբեջանական բեռնատար մոտենա եւ անցում կատարելու համար դեպի Թուրքիա, մենք հենց այսօր կարող ենք դա իրականացնել։ Մենք Ադրբեջան-Վրաստանի տարածքով հասանելիության սահմանափակում չունի, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով հասանելիության սահմանափակում չունի։ Փաշինյանն այս համապատկերում հայտնեց, թե ինչպիսին կարող է լինել հայկական բանակը։ Ըստ նրա, կառավարության առջև խնդիր է դրված Հայաստանի զինված ուժերը մարտունակից դարձնել պաշտպանունակ։ Որովհետև երբ որ ասում եմ մարտունակ բանակ, ինքը չի տեղորոշում այդ պոտենցիալ մարտը որտեղ է տեղի ունենում կամ որտեղ կարող է տեղի ունենալ։ Պաշտպանունակ բանակին զուգահեռ, սակայն կառավարությունը 2026 թվականին նախատեսում է կրճատել պաշտպանական ծախսերը 2025 թվականի համեմատ 15.3%, որը կկազմի 563 միլիարդ 100 միլիոն դրամ կամ 1 միլիարդ 400 միլիոն դոլար։ Սա կազմում է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մոտավորապես 15.5%։ Նաիրի Մունադյան, ժամը լրատվական։